2020 թվականին, այսինքն նոյեմբերի Ադրբեջանական կալանքից հունվարի 14-ին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը, որը գերեվարվել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերին, առաջին անգամ մանրամասներ է պատմել Բաքվի բանտում անցկացրած տարիների շինծ ու դատավարությունների մասին։ Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ Սուջյանը պատմել է, որ հենց սկզբից Ադրբեջանի պաշտոնյաներն իրեն անկեղծորեն խոստովանել են, որ իր բանտարկությունը որևէ կապ չունի հանցանքի հետ։ բոլոր դատերը տեղի ունեցել ապօրինի առանց հիմքերի բռնի մարդկանց դատել են նույնը ես դատարան եմ գնացել, ես ոչ փաստաբան եմ տեսել մինչև դատարան, ոչ ծանոթացել եմ այն մեղադրանքի հետ, որը ինձ առաջադրել են, ոչ մի բանի հետ ես ընդհանրապես ոչ ծանոթացել ոչ տեղում, աչքերս կապած տարել են, մցրել են դատարանում իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքը ընդհանրապես, բերել գցել են խուց, նորից դատարան, սռոկը տվել են, պատժաչափը իրենց մտածելով ու բերել են նորից խուց։ Այսքան ամբողջ ընթացքը ես պայքարել եմ, ես ասում էի, եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ ու կկրեմ իմ պատիժը, ես կնստեմ առանց որևէ ցեն հանելու, կնստեմ խելոք, սուս փուս, 15 տարի։ Ասում են, հա, դու մեղք չունես, բայց պետքա մնաս, որովհետև պետքա ձեր պետության հետ մենք լուծենք հարցեր։ Մեզ պետքա, որ քեզ սռոկ տանք, դու նստես այնքան ժամանակ, քանի դեռ հարցերը չի լուծվել։